Բարև ձեզ, սիրահարագիցներ, այսօր ուրախ եմ ինձ հետ է Հայաստանի միակ ուժը, որ Հայաստանի մեջ գուսակցություն է եւ կարող եմ ասել ներկայությունը հայկական սպիրկի մեջ։ Գիտենք, որ հայկական սպիրկի մեջ տասական գուսակցությունները, տաշնակցություն եւ հնչակյան գուսակցությունը են որ միշտ ունեցած են քաղաքական ներկայություն, սակայն մեկ գուսակցություն մգա, որ Հայաստանի դոցեն ծնած ազգային ժողովրդական բևերը նաեւ ունի շատ լուրջ ներկայություն, մանավանդ Ամերիկայի մեջ։ Եվ այսօր մեզ հետ է մեր հյուրը ազգային ժողովրդական բևերի Արեմդյան ափի պատասխանու բարոն Արա Գուրազյան։ Բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ Պետրոս, լավ շնորհակալություն, փորձում ենք լավ լինել։ Բարոն Գուրազյան, ես շատ մեծ հաճույքով գեհդեվիմ բևերի ալիքին եւ գտեսնեմ ամեն օր մեկ երկրի նոր հասնող արտասահմանի նեգած է ազգային ժողովրդական բևերին աջակցելու իր ընդրական մեքենային մասնակցելու։ Ամերիկայի մեջ ինչ են դրամատուրգները, ինչպես կհետևիկ, ինչպես կգնահատեք եւ մենք ցեր օգնության գարիք ունենք Հայաստանի մեջ, ոչ թե միայն իբր բևեր, այլ իբր Հայաստան, որովհետեւ այս իշխանություններն ժամանած ազատենք, ինչպես է ցեր դրամատուրգները, ցեր պատասխանությունները մեզ քիչ մենք խնդրեմ որ լուսաբանեք։ Նախ երևի սկզբից ներկայացնեմ կազմակերպչական տեսանկյունից, ազգային ժողովրդական բևեռ, ինչպես նշեցիք, իր ներկայությունը ունի ոչ միայն Միացյալ Նահանգներում, աշխարհի բազմաթիվ երկրներում, միտեղ ֆորմալ, միտեղ անձի միջոցով, միտեղ ինչ որ աջակիցների խմբի միջոցով եւ բնականաբար լինելով մեծագույն համայնքը Լոս Անջելեսը շատ ավելի անհրաժեշտություն կար կազմակերպչական գործունեության եւ եթե նախընտրական սպանի հետ կապենք, բևեռը ոնց որ Հայաստանում չի ստեղծվել եւ ընտրություններից առաջ եւ ընտրությունների համար, նույն ձևել Միացյալ Նահանգներում գրասենյակը չի ստեղծվել ընտրություններից առաջ եւ ընտրությունների համար։ Սա չափազանց կարեւոր գնահատելի գործոն է եւ կարճ որ ասեմ, մենք առավելագույնը ասենք ջանքեր գործադրելու տեսանկյունից փորձել ենք կազմակերպել թելետոն, վերջերս կազմակերպեցինք թելետոն, որը դեռևս ընթացքի մեջ է եւ այդից օգտվելով պիտի բոլորին հորդորեմ մասնակցել այդ դրամահավաքին, որը չափազանց անհրաժեշտ է ազգային ուժի գործունեության համար, որովհետեւ մենք այլ սպոնսորներ չունենք, բացի հայ սովորական մարդը, մեր միլիարդները չեն գոյանում ինչ-որ երկրներում, ինչ-որ հարստություններից կամ պատվեր չի գալիս ինչ-որ միլիարդատերերից եւ յուրաքանչյուր $1 նվիրողը մեզ համար միլիարդատեր է։ Այս գործունեությունը իրականացվել է կազմակերպչական առումով եւ շարունակվում է ընթացիկ հանդիպումները, ամենշաբաթյան միտինգները, ետերները եւ այլն։ Իսկ կոնկրետ անձի մակարդակով սա կարող եմ ասել, որ յուրաքանչյուր հայ մարդու եթե իրան հայ է համարում ապրելակերպը պետք է լինի եւ մենք ունենք բազմաթիվ օրինակներ, կարևոր չէ անուններ տալ, որ արդեն իսկ Հայաստանում են բևեռի կողքին, բևեռի քարոզությունը իրականացնելու համար եւ սա ելի մի կարևոր առանձնահատկություն կա, որ շատերը դա անում են, եթե բևեռի աջակից են, դա անում են սուսուփուս առանց բարձրաձայնելու, առանց նույնիսկ ամենամոտիկ շրջապատին, այսպես մեծ հասկանալի է, որ այդ մարդիկ նաև թողնում են իրանց առօրյա աշխատանքը, հոգսերը, փիլերը, այսինքն այդ ահավոր այդ հոսքից, այդ պարտականությունների հոսքից սեպակ ինքն իրեն մարդը զրկելով, այսինքն այն չի, որ մարդը ներդրում ամենակ, չգիտեմ, X գումարը, բայց երբ որ մարդը շաբաթներով կտրվում է իր առօրյա հոգսից, նշանակում է ինքը ըստ էության կորցրեց, չէ՞, այդ իր կենսագործնեության համար աշխատավարձը, վարձը, մորգեջը եւ այլն։ Սա անում են մարդիկ անտրտունջ, մեծագույն կամքով եւ առանց բարձրաձայնելու։ Սա նույնպես բևեռի առանձնահատկություններից է աջակիցների։ Գուզեմ նաև հիշեցնել, որ վերջին անգամ ես դեռ քիչ մը կոկետնի վրա հերու եմ, սակայն ուրախ էի վերջին անգամ որ ես բևերի գիտեմ որ գզալանը տողնելով նույն բևերի կապարականները, որ ես քիչ մը ատկանակետնի վրա չեմ կարող հասնել, փորձում եմ շերավարի, բայց իհարկե ադիգա ինձ համար արդարացում չէ, պետք է ավելի կետնի վրա լավ գիտեմ, գիտակցեմ իմ թերացումս, սակայն ուրախ եմ մեկ անգամ որ ես ներկա գտնվեցա Էրեբունի շրջանի մեջը Ամերիկային ցերկա ապարական ընկերները մեկ անունով մորցա եւ ինձ մոտեցավ ասավ ես քեզի անունով դեպի բեդիկ
ես ու ալիքի բաժանորդ եմ քիմացա որ ես ամերիկայինն եմ բայց ասի որ ներողամիտ կգտնվես որտեղ շատ փեվերականներ կան շատ անգամ ինձ փեվերականներ կպարևեն գսեն ինչու չի պարևեցիր բայց գիտես որ բավական փեվերականներ կա ես ամենում մեկ անում եք չեմ կարող հիշել սակայն ուրախ եմ որ երկու փեվերական տեսա ես մեկա դե վիդեոյի մեկ անստաբես ծանոթացա անունը ներողամիտ որ չեմ հիշել որ կետնի վրա մեզ եդեր սակայն նշանակի որ արդեն երկու անդամ փեվերեն ես անստաբես աչքովս տեսա այսօր նաև տեսա երկու անդամներ մեկը Հունաստանն էր երկրորդը ճիշտ չեմ հիշել սակայն կնշանակի որ սպիրկեն բավական փեվերականներ հասած են Հայաստան նաև ուզեմ ձեզ հարցնել դուք բավական աշխուժ մեդիա ունիք Ամերիկայի մեջ փեվերի ասե անոր մասին որ բավական հետաքրքրական ալիք է եւ բավական ակտիվ անոր մասին մի քիչ մեզի խնդրեմ որտեղ փեվերը գդարաբի մեդիա բլոկադա է իհարկե մեր նման փոքր ալիքների նման որ համեստ ալիք է ատքան դարձակ չէ գա դիր մեդիան գա փեվերի ընդհանուր մեդիան որ 100,000-ն ավելի պաշտպանություն ունի եւ գա ծեր մեդիան Ամերիկայի խնդրեմ մեզի քիչ մը խոսեք այդ մեդիայի մասին Իհարկե, երբ ոնց որ ասեցի, BBR-ի իր գործունեությունը չի սկսել ընտրություններից առաջ եւ ընտրությունների համար, նույն ձև էլ այստեղի մասնաճյուղը իր գործունեության կարևորագույն իհարկե մենք ունենք ֆիզիկապես հանդիպումներ, միտինգներ, որ անում ենք Լոս Անջելեսի գրասենյակում, բայց դե բնականաբար նույնիսկ Կալիֆոռնիայի ահռելի տարածքի մեջ մարդկանց շատ չնայած նույնիսկ մարդիկ ունենք, որոնք այդ ռողովներին գալիս են, ասենք Ֆրեզնոից եւ այլն այդ մարդը կորցնում է այդ իր ամբողջ օրը եւ այլն։ Իսկ ինչ մնում է մեդիա բլոկադայի տեսանկյունից, մեդիա բլոկադան կարող եմ ասել, որ նույնիսկ մի քիչ ավելի, եթե այդտեղ բռնաճնշումների ձևով է լինում սահմանափակումներ չթողնել։ Ստեղի մեդիա բլոկադան մի քիչ այլ կերպ է, դա արվում է, ասենք, բանի մեդիա դաշտի բացարձակ ապաքաղաքականացմամբ կամ ուղիղ նպատակային առումով քաղաքականացմամբ, ինչի նկատի ունեմ, որ գործում են քարոզիչներ, որոնք գիշեր ցերեկ քարոզում են այսօրվա Հայաստանի վարչապետի աթոռը գերավող այդ խեղկատակի քարոզն են անում եւ դա անում են չափազանց կրթված մոտ ժուրնալիստական տեսանկյունից բաներով, ելևէջներով, սուտ քննադատության այսպես մի երանգ ստեղծելով եւ դա ամենօրյա այդ լապը առանց չափազանցության ականջների բռնաբարությունը հազարավոր հայ մարդկանց գնում է TV-ներով դրա հետևում կանգնած են իհարկե ֆինանսական հոսքեր, որը ես կոնկրետ ոնց որ sense target-ի պես նայում եմ, որ Ազատ Հայաստանում այդ բոլոր մեդիաների ֆինանսական հոսքերը պետք է հետազոտվեն ոչ միայն Հայաստանի իրավապահ մարմինների, այլ նաև Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների կողմից, հետ ովքեր են կանգնած դրանց այդ ամենօրյա քարոզի հետևում։ Ինչևէ, մուրը դրանց գլուխը BBR-ը իր մեդիա ալիքով, այսինքն YouTube-յան ալիքով փորձում է ամեն շաբաթյա եթերներով եւ նաեւ արտահերթ եթերներով կապ հաստատել տարբեր տեղի գործիչների հետ, հայաստանյան գործիչների հետ եւ փորձել այդ ինֆորմացիան տարածել, այսինքն այդ մեդիա բլոկադան, որ գոյություն ունի, շրջանցել եւ նաեւ զուտ ինֆորմատիվ բնույթի գործնեություն ծավալել, որ ով է BBR-ը, ինչ է ուզում, ինչի համար է ուզում, ինչ գործնեություն է ծավալում, թե Հայաստանում, թե Միացյալ Նահանգներում դե կա բազմազան ուղղություններ, ի նկատի ունեմ լոբինգային գործնեություն, այսինքն փորձում ենք այդ մասով ոնց որ իհարկե մեր փոքրիկ ավանդը համեմատած մեր ռոզանցու հնարավորություններով, բայց առավելագույն նվիրումով է այդ գործը արվում, այս հնարավորինս ինֆորմացիոն այդ բլոկադաները շրջանցելու, անցնելու, որովհետև յուրաքանչյուր գործունեություն եւ քանի որ այդ լապը բառի բուն իմաստով լապը բացի ուղիղ քարոզից այդ ազգայինի բացակայությունը պարզապես եւ ռաբիզի այդ բանը ուղիղ բռնաբարել հայ մարդու սովորական հասարակ հայ մարդու ուղիղ բռնաբարելը ցավոք սրտի էլ ավելի կեղտոտ եւ ավելի վուլգար ձևով է դրսեւորվում հայկական մեդիաներում իրանց անցեզուր, անուղեղ սերիալների, ապազգային քարոզների եւ այլնի միջոցով սարան փորձում ենք ինչ-որ կերպ դիմակայել։ Ճիշտ հաջորդ հարցում ես կուշագեցիք, սակայն նախքան վիդեոներեք փոքր մեջբերումը դեսած եմ բևերի այսօր Facebook-ի
պաշտոնական էջեն երկու օրը հայտարարություն որ գործեն դե հարցնել եդեգի դրամտրեք Բևեր ասմրուչան ստագե որ շատ կարիք ունի անցյալով որ ընդրական օրը ընդրուշան օրը գտնվին ընդրական գետրոններ իբր թեդեր իբր ստուկոներ դուլդեք ոչ կուեմ բոլոր որ ինձ գլսեն բոլոր անոնք որ կարող են գետնի վրա անդեր ներկա գտնվի դες ռուտին բևեր անդերը շատ լուրջ կարիք ունի անցյալով որ ընդրուշան օրը գտնվին ընդրական գետրոններ եւ հսկեն Եթե որևէ մեկը կարող է ես գոչ կուղեմ Գաբրիել ամեն բևերի հետ որտեղ ասկորդը ստագի որ շատ կարևոր է բավական կարիք ունի բևերը մեն բավարի այստեղը շատ հետաքրքրական բան մսիկ վերջին ինչպես կսեն նորույթը ինչպես կսեն սպիրկայերը մոդա վերջին նորույթը անե որ Փաշինյանիզմը նոր հնարք ստանդարտ է որ ասկային ժողովրդական բևերը այս անգամ դարձած է KGB FSB ռուսական գործակալ դարիների վեր ըստ իրենց աս բարգալոշական մեքենային որ ծառայել է սորոսական դերում CIA-ին արևմուտքին ուրիշ կա մասոններուն սիոնիստներուն եւ այլն հանգարց բևերը գտես հակառակ ճաշտոնը արդյոք ամերիկայի մեջ եթե իսկապես ասկային ժողովրդական բեր այդպիսի գործակալական ցանց լիներ ամերիկայի մեջ ատկան միամիտ է կառավարություն որ ծեր ամերիկայի բևերի Կրացենյակին այդպես հանգիստ տողեր եւ այդպես ազատ ինչպես կսեն բդդեիկ ֆրայիկ Դե գիտեք ոնց ես սենց ասեմ դրա ամենալավագույն ապացույցը կամ այդ բաները փաստարկը սենց ասեմ առանց այսպես գաղափարական կամ կարող է մարդիկ իրոք չնայած մեծ վերապահում է Քեմալի այդ պահպանակներին կոչել շատ մեղմ ասած մարդիկ, որովհետև շատ բան է, ելը մարդկությունը պետք է ուսումնասիրի այս երևույթը նիկոլիզմ կամ զոմբիիզմը, բայց ամենակարևոր գործոնը, որ կարող եմ ստեղ ասել, հետևյալն է, ազգային ժողովրդավարական բևերը այն միակ բացառիկ կազմակերպությունն է Միացյալ Նահանգներում, որը օֆիցիալ որպես կազմակերպություն իրականացնում է լոբինգային գործունեություն, այսինքն քաղաքական շահերի հետապնդում հայ ժողովրդի եւ Հայաստանի ազգային շահերի հետապնդում եւ այդ լոբինգի օֆիցիալ կոնտրակտը լոբինգային կազմակերպության հետ անցնելով բազմաթիվ քլիրանսներ, ստուգումներ գրանցված է Միացյալ Նահանգների Department of Justice-ում այսինքն ձեր հարցի ուղիղ պատասխանը հետեւյալն է ոչ միայն ամերիկյան ինչ որ ասենք իրավապահ մարմիններ ոչ միայն աչքից բաց թողնել, այլ հակառակը մենք ենք գնացել մտել ֆորմալ օրենքի պահանջը կատարելու, որ մեզ մանրակրկիտ այսպես քլիրանսներ այդ բոլոր լեվելներով անցկացնեն եւ մենք իրավունք ունենանք օֆիցիալ բոլոր մակարդակներով սպիտակ տնից մինչեւ չգիտեմ որ օղակները նահանգային կոնգրեսմեն եւ սենատոր կարողանանք ասել, որ մենք հետապնդում ենք Հայաստանի ազգային շահերը սա հայկական շահեր հետապնդող եւս մեկ այսպես լոբինգային գործունեություն կա այսպես կոչված հայկական շահեր դա Հայաստանի Հանրապետություն պետությունն է որը գրպելով հարկատուներին բոլոր հայ հարկատուներին հայաստանցի Հայաստանի քաղաքացի and հերոս հարկատուներին պարզապես PR գործունեություն են ծավալում եւ վարձել են մի կազմակերպություն տրոթֆուրկական Մերկուրի կազմակերպությունը, որը ուղղակի կարծեմ 60 թե $60,000 թե $50,000 ամեն ամիս դա ֆորմալ երևացող մասը վճարում են այդ կենտանու քարոզը PR քարոզը անելու համար։ Այնպես որ այդ ես սովորաբար նման պարագաներում, երբ որ բևերին եւ կոնկրետ անձանց թիրախավորելով, չգիտեմ Պապյանին, մյուսներին, թիրախորեն միշտ մտքից գալիս է Արա Պապյանի են ասի արդեն բանից ֆորմալից դուրս էլի բանը որ ասում էր մի գրվեք որ KGB-ի, ԳՌՈ-ի կամ Մոսադի agent եք մենք ուզբեկական agent ենք տենց համարեք ու անցնի գնա էլի որովհետեւ ֆորմալ տեսանկյունից ասենք դրանից ավել ոչ միայն մեզ բաճկի տակից բաց թողել են կամ միամիտ են, այլ հակառակը մենք ամերիկյան խստագույն օրենսդրությունը պահպանելով գնացել մտել ենք այդ մամլիչի տակ,
անցել ենք, որի հիման վրա կնքել ենք պայմանագիր եւ իրականացնում ենք օֆիցիալ լոբինգ, սկսած պրեզիդենտի ապարատից մինչեւ բոլոր եւ բոլոր տեղերում մեզ գիտեն, որ դուրը փակում են, պատուանից ենք մտնում, պատուանը փակում ենք, մի այլ ելք ենք գտնում մտնելու, այսինքն այս մասով թող Հայաստանում գործող եւ այսպես կոչված այդ ավանդական իրեք կազմակերպությունները ցույց տան իրանց լոբինգային գործունեությունը, որը կատաստրոֆիկ է, այդ կան ռեսուրսներ Հայաստանին ճոռը մոռոն խոսում են էդի ոչ մի բան, բայց այդ ավանդական այսպես կոչված իրեք կազմակերպությունների լոբինգը կատաստրոֆա է, դա ուղղակի վատնում է։ Դրանք էլ ամերիկյան հարկատուների փողերն են մսվում, պարզապես միլիոնավոր դոլարները նստելով, չգիտեմ, Փենսիլվանիա ավենյուի կողքը, Սպիտակ տան կողքերը, բայց հանգարց Վլադիմիր Վլադիմիրովիչին հանգարց մի բար չես հայտնաբերի իրանց այսպես կայքերում եւ այլն։ Ինչեւ է, իրանց մուրին իրանց գլուխ մենք մեր գործը անում ենք։ Ճիշտ անոր շարունակելով բարոն Գորազյան, ինչ է balance հավասարակշռությունը equation-ը այնտեղ հավաստարումը գա իհարկե այսքան ժողովրդական բևերը գա իհարկե տաշնակությունը որ բավական լուրջ ինտիմատիվ դիրքերը գանտիսանա եւ գա բարոն Սինյանյանը որ դժբախտաբար փոխանակ հայկական սպիրտ գաբերու վերահսկում իրեն աստվի դարձած է քարոշչական մեքենա օրվա իշխանության ինչպես են percentage-ները equation-ը Ամերիկայի մեջ արդյոք սպիրկայը ավելի գեհդեվին դիմատիվներուն խաղապարներուն չէ թե ավելի գաստվին պրոպագանդեն որ պաշինյանիզմը գդանի հրամեցեք Այստեղ այդպես անդրադառնանք նախ հայեղափոխական դաշնակցությանը կարծում եմ գաղտնիք չեմ բացահայտի որ ասեմ որ վաղուց տարիներ ի վեր հայեղափոխական դաշնակցությունը դարձել է ռուսական հենց այդ նույն սա պիտակ չի սա բարձ հստակ ակնհայտ իր ամբողջ կյանքով գոթակար Քոչարյանի այսինքն ռուսական շահերը պաշտպանող մարդը որը բառացի ինքնա չէ ասել որ այդտեղ ինչքան լավ կլներ որ այդտեղ լիներ մի հատ ռուսական այսինքն Հայաստանը ինքը իր մտահորիզոնի առավելագույն կետը Այնա որ Հայաստանում դրվի ռուսական ավելի շուտ ինքը նույնիսկ դնել բառը չի օգտագործում, կարծեմ տնգել բառներ օգտագործում, շատ կարևոր է մտա բանի հորիզոնի տեսանկյունից էլի։ Մարդը, որը փաստորեն իր ամբողջ երազանքը ռուսական դրոշ տնգելու միջոցով Հայաստանի անվտանգություն ապահովելն էր, այսօր հայեղափոխական դաշնակցությունը իր բոլոր մինուս այսպես վատ կողմերով իթիհադի հետ համագործակցություն եւ այլն բայց ամեն դեպքում Հայաստանի Հանրապետության ստեղծող այն ազգային նվիրալների կառույցը հանդիսանալուց հետո դարձել է այսպես գրպանի գործիքը կամ խաղալիքը եւ հայտարարությունա որ այսօր այդ ազգային ուժը այսպես Իրան ազգային կոչող ուժը դարել է ընդամենը Ռոբերտ Քոչարյանի սպասավորը սպասարկուն Ես կարող եմ ասել, որ ուղղակի գոյություն ունի, ինչքան որ տեսնում եմ ես Սփյուռքում ինչքան շփվել եմ այդ կառույցի հետ, ներկայացուցիչների հետ, տպավորությունս հետևյալն է, որը անընդհատ փորձել եմ ինքս ինձ ստուգել, թե կարող է ես ինչ-որ միտեղ սխալ եմ գնահատում կամ կոշտ է իմ դիրքորոշումը։ Այս ուժը փաստորեն մեծագույն խզվածություն կա ազգային ինք իրեն դաշնակցական համարող, դաշնակցական գաղափարախոս համարող հայ մարդու եւ այդ կառույցի ղեկավարությունը անյոր դերևս ես իմ երբ KGB-ի գեներալ Կալուգինը իր գրքում հստակ գրում է, որ մենք աշխատում ենք տարբեր ազգերի սփյուռքերի հետ Եվ ամենից, եւ այսինքն ղեկավարությունները ոնց որ իրանց բուրը հավաքելու համար էլի որ Կրեմլից կառավարվի եւ գեներալ Կալուգինը KGB-ի գեներալը ասում է որ մեզ համար զարմանալիորեն ամենից հեշտը ստացվեց հայ հեղափոխական դաշնակցությանը ոնց որ բուրը հավաքելը Այսինքն ես համոզմունք ունեմ, քանի որ դա ապացուցում են հենց իրենք իրանց բյուրոյով, իրանց կենգեններով եւ այլն համոզմունք ունեմ, որ դա փաստում են իրան, որ կենտրոն այդ ղեկավար մարմինները
ուղղակիորեն ենթարկվում են որոշակի ազդեցությունների, որի արդյունքում իրանք արդեն երկար ժամանակ ազգային շահերը երկրորդավորել եւ մտել են Ռոբերտ Քոչարյան կրեմլյան գործիչի ներկայացուցիչ գործիչի խավարի տակ այնտեղից ինչ որ մի բան սпасելը պարզապես միամտություն է, ասենց ասեմ, էլի, բայց կան ազնիվ շատ դաշնակցականներ, որոնց ես փորձում եմ, ասենք, եւ անմիջապես, եւ հեռավար կապով, եւ ուղակի զրույցների սուրճ խմելուց հարցնել լավ դու ինչ գիտես օրինակ ռուս երևույթի ռուսական կայսրության Ռոբերտ Քոչարյանի ուղեցրի կամ իր տրամաբանության համար բացարձակ զրո պարզապես մարդը գիտի որ ինքը փաստորեն ազգային նվիրյալ է, իր պապը, չգիտեմ, Սեփուի կամ Անդրանիկի զինվորն ա եղել, ինքը այդ հովերով ապրում է, ինքը չի կարողանում այդ դաշնակցական երկ լսելուց ենկոմ անցնել եւ այստեղ ես կարծում եմ որ էական ազդեցություն ունի նաեւ Սփյուռքի վրա հայ առաքելական եկեղեցու հատկապես պետք է ասեմ որ ըստ էության ամենամեծ թեմը որը ներկայացնում է ղեկավարն է Հովնանը բանը տխրահրճակ Հովնան Սրբազանը, որը այսպես 50-50 է, մեկ գնում է այդ խեղկատակի այդ հուշագիրը ստորագրում եկեղեցու ոչ թե կաթողիկոսի, որտեղ կաթողիկոսը իր տեղում չի, սա միանշանակ, բայց ոչ թե կաթողիկոսի, այլ եկեղեցու դեմ, հետո խաղում է այդպես տարբեր լարերի վրա է խաղում եւ մինչեւ հիմի նույնիսկ տարակուսելի է, որ կաթողիկոսը դեն չի շպրտում այդ սրբազանին, որը այսպես պարակ գործունեություն է իրականացնում։ Գալով Զարե Սինանյանին, ես իրան ուղղակիորեն ֆորմալ ուրիշ բաներ, եթե չասեմ, ամենամեղմ ասածը իր պաշտոնը նույնիսկ Իրանը եմ գրել, օֆիցիալը եմ դա բան արել, որ ավելի ճիշտ է իր անունը դնել Սփյուռքի գործակատար, ոչ թե հանձնակատար։ Ինչ հանձնակատարության մասին է խոսքը, որը ուղղակի սպասավորն է թուրքոֆիլ շահերի եւ իր խեղկատակ հայտարարությունների չինացիներից ու կորեացիներից ճապոնացի բուծելու եւ այլն հետ պարզապես դա Զարե Սինանյանը Հայաստան ռեիմպորտ արած Գլենդելյան կամ Լոս Անջելեսի խայտարակությունն է եւ իր բոլոր շերեփուկները նույնպես բացառապես բացասական գործունեություն են ծավալում Միացյալ Նահանգներում, եթե սենց ասեմ, այսինքն պատկերը ցավոք սրտի, եթե համարենք դաշնակցությունը որպես գործոն ուղիղ սպասարկում է Կրեմլի շահերին, չերես այսպես Ռոբերտ Քոչարյանի միջոցով եւ Զարե Սինանյանն էլ էլի հայտնվել է այդ ճամբարում, այսինքն թուրքական շահերը սպասարկելու ինչ որ ոյաժներ է անում այստեղ տարբեր տեղեր եւ այլն, բայց բնականաբար այն բաց հրապարակային հանդիպումներին միշտ ստանում էր հայ մարդու արձագանքը, դրա համար էլ հիմի ոնց որ հասկանում եմ գալիս մի երկու հոգի այդ հանդիպումը նույն Հովնանի հետ եւ ցլկում աստեղից եւ որ դաշնակցության հետ կապված մի հատ էլ բան, գիտեք որ ANC-ը հայդատի օղակը որը փաստորեն ամենայդպես ուղիղ կապակցված է դաշնակցության հետ եւ մեծ ազդեցություն ունի առնվազն տենց ասենք, դա հայեղափոխական դաշնակցության հետ մի հատ շատ տիպիկ օրինակ բերեմ, որ մի քանի հանդիպում ստեղ ունեցանք զուտ ինչ որ պոտենցիալ հավանական համագործակցության եւ բանի հետ ANC-ի ստեղի գործադիր տնօրեն կար նշանակված անունը Բերութահար էր, թե Սիրիահար էր Սարգիս այս երիտասարդի հետ մի երկու երեք հանդիպումներ ստեղ ունեցանք ստեղի ANC-ի գործադիր տնօրենն էր հետո պատկերացրեք Պետրոս ես դրան տեսա ես գիտեմ լստեղա տնօրենա որտեղ Իրան տարօրինակ վարքագծով էլի ասենք զարմանում էր որ ասում էինք Արցախը Հայաստանն է դի դաշնակցության կամ հայդատի ներկայացուցիչը զարմանում էր փաթեթ են պատրաստել տարետ տվել են որ եղբայր կարտա չգիտես սովորի բան ու էդի հայդատի շահերը պաշտպանում գործադիր տնօրեն է պատկերացրեք հետո պատկերացրեք այդ երիտասարդին ես տեսա բանի այն Սերատոյի հետ կայացած տղամարդկանց հետ միլիոնավոր հանդիպում պատկերացնում եք այսինքն այդ որակի անձանց հետ այսինքն դրանք պատրաստ են ամեն ինչի
Քոչարյանի ճամբարում էլ լինել, այս կենտանու ճամբարում էլ լինել, Սեռատոյի ճամբար, այսինքն աննպատակ, փողի, շահի, պաշտոնի մեռած սրիկաներ, որոնք նաև տեղյակ չեն ոչ մի բանից, էլի։ Նենց որ այդ տեսանկյունից իրավիճակը տենց է, էլ եմ ասում, մուրը իրանց գլուխը եւ յուրաքանչյուրը պետք է իր պատասխանատվության համար կրի, երբ ունենանք, երբ որ այդ պետականության հիմքը դրվեց Հայաստանի ապագա աղտացումից հետո բոլորի դեմքերը պետք է ասենց հանել շպցնել երեսներին, իսկ հիմա իրանց մուրը իրանց գլուխը։ Այն վերտանալով Հայաստանի վստահ որ Սպիրկեն ամենիկային բավական գետևիկ վերջերս Վարչապետ Փաշինյանը չեմ գիտեր եթե վախի խոժավի դակնամի արդյունքով կամ չեմ գիտեր եթե ասի նոր մարդավարություն ունի որտեղ ինքը հստակ է որ լուրջ դժվար վիճակի մեջ է շատ այսպես controversial խնդրալից հայտարարությունները գործունեությունները շարժումները չղակրկիր ամենիկայի մեջ արդյունք չնաս կնա որ Վարչապետ Փաշինյանը իբր պետական ղեկավար արդեն controle turse este այսպես պիտի վարվի եթե իրեն դիգը պիտի կանտադե այսպես պիտի իզի գործնեսնե այս կանեսկան Հայաստանը ինչպես պիտի գարավարի այսպեսի վարչապետն որ ինքը շատ զարմանալի վերաբերմունքներով կվարվի այսինքն controversial հասկանալի է պարզապես գիտեք ոնց սենց հանգամանք առանց որևէ արտարացնելու կամ բան անելու որովհետև հետևյալն է այսօր արևմուտքը ընդ որում այդ տեսանկյունից անկախ բոլորիս վերաբերմունքի նախագահ Թրամփի նկատմամբ շատ հստակ եւ շատ པարզ, շատ անկեղծ, որը իրան բնորոշ է, մի քանի անգամ ասել է, չէ, որ այդ տարածքը ռուսական տարածք է, Կովկասի նկատի ունի։ Այսինքն խոշոր առումով սպիտակ տնից սիգնալը դա է գնում, որ այս տարածքը ռուսական է եւ այդտեղ քիթ խոտելու կարիք, այսպես խոշոր իմաստով չկա։ Այսինքն կան այս մանր-մունար քայլեր, օրինակ այսօրվա փայլուն ապացույցը դրա, որ controversial կամ questionable կամ չգիտեմ concern չգիտեմ եթե ես ժամանակ պետք է գտնեմ մի հատ նայեմ ռազմավարական ամերիկյան քաղաքականության մեջ եղել է որևէ դեպք որ ռազմավարական գործակցության պայմանագիր կնքվի կամ հաստատվի 40 րոպեանոց այցով 39 րոպե քանի վայրկյան է տևել այսօր Ռուբիոյի այցը Երևան այսինքն սա նշանակում է որ սա կոսմետիկ քայլեր են ինչքան է ուռասնային թրիպ եւ այլն իհարկե կարևոր գործոն է սա էական աշխարհի գերհզոր պետության մասնակցության մասին ասա լրջագույն բանի պետք է բերվի բայց ռազմավարական գործընկերություն չի կարող լինել 39 րոպեանոց այցով այսինքն դա նույնիսկ սուրճ հնարավոր չի նորմալ խմել էլի ու մնաց ռազմավարական շրջանակային համաձայնագիր կնքել այսինքն այս պահին ամենայնիվս ազգային ժողովրդական բևեռի բոլոր հանդիպումները թե Միացյալ Նահանգների թե եվրոպական բոլոր կառույցների մի բանի են հանգեցնում եւ շատ ժամանակ թե պարոն Պապյանը իր դիվանագիտական այսպես ներբանեկատվությամբ եւ այլն չի բարձրացնում բայց բոլորի համար ակնհայտ է որ սա պարզապես շատ բան տերմին կա useful idiot է այսինքն սրան օգտագործում են բոլորը Վլադիմիր Վլադիմիրովիչը ֆոն դեր Լայենը Բրյուսելը Մոսկվան Վաշինգտոնը Սպիտակ տունը որպես useful idiot-ներ բայց իրանք բոլորը հասկանում են որ սա ըստ էության ընդունման հանձնման գործիք է որ Կրեմլը հանձնում է Անկարային ու Բաքվի այս ընթացքում որը ինչ ակտիվություն կդրսե որը ինչ կանի մի քիչ վերապահումով ես միշտ գաղութ բառնել եմ ավելացնում ընտրություններ կոչվածը այսօր կայանում է դերևս այսպես մահամերձ վիճակում գտնվող Կրեմլի բանի տակ եւ սա հաշվի առնում Վաշինգտոնը եւ հետեւաբար եթե լրիվ մենք ուրիշ իրավիճակ կունենայինք երբ որ Կրեմլից հույսերը Կրեմլը չէր գործոն լինի այսինքն այդ Թրամփի ասած Կովկասում տերը Վլադիմիրովիչն կվերանար եւ ամենակարևորը կանտերանային Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սպորտերը Ռոբերտ Քոչարյանը որովհետեւ
եւ 21 թվին այդ դերը խաղաց եւ մի ցավոք սրտի 26 թվականին նույն դերն է խաղում ամենամեծ սպորտը անում է Քոչարյանը եւ այստեղ Միացյալ Նահանգների քաղաքականությունը էականորեն կփոխվի երբ որ Կրեմլի այդ Կովկասի նայողի ֆունկցիան դուրս գա այդ ժամանակ խնդիր կառաջանա ըստ էության շատ པարզ է եթե խաղի կանոնները այս կենտանին իր այս Քեմալի պապանակների ասածը հետեւյալն է դե Մոսկվան որ ծախում է թուրքերին ավելի լավ է մի քիչ մենք օգտվենք ավելի արագ է ծախելու գործը հայ ժողովրդի կենսական շահերի որը բևեռը փորձում է բոլոր օղակներում ներկայացնել հետեւյալն է որ թուրքական գործոնի դա այսինքն այստեղ խնդիրը այն է որ ցեղասպան պետություն չի կարող լինել շահերում ռեգիոնում գերակա դեր կատարող Եվ մենք ունենք ազգային շահեր, որը ուղիղ հակասում է թուրքական շահերի հետ, որը կարելի է քննարկել, չգիտեմ, Իրանի հետ, մյուսի հետ, արաբական, բայց թուրքական շահերի հետ քննարկել անհնար է։ Էդի ոնց որ նշանակում է ամիացալ ես մի անգամ պետքարտուղարությունը մտի ասեց։ Դու եթե նշանակում ենք Թուրքիայի դերն այդտեղ մեծա, նշանակում է որ բանից, ասենք հոլոկոստից հետո հիտլերականների բերենք դնենք Իսրայելի պետությունը սարքելու համար։ Դա նույն բանն է, ուրիշ ոչ մի բան չի կա, էլ։ Հետևաբար Միացյալ Նահանգների դիրքորոշումը էականորեն կփոխվի, երբ որ Կրեմլում վերջապես իշխանը այդ հանգուցալուծվի, այդ Կրեմլում խառը վիճակը ստեղծվի եւ ամենակարևորը անտերանան այդ տեղից ռուսուլման որպերը Հայաստանում, որոնք էականորեն նպաստում են այս կենտանու իշխանության պահպանումը եւ այդ Նեժդեի ասած թրքաբոլշևիզմը այդ կեղտը մեզնից վերանա ամեն քողի տակ դա կա հայրենասիրական երկի տակ փառատոնների տակ ճառերի տակ բայց թրքաբոլշևիզմից մինչև մենք չզատվենք մենք պետություն չենք դառնա կամ մտապես կվերանա Բանում գուտազը մենք դավունին 6 րոպե իմ հաղթերս ավարտած են սակայն այդ 6 րոպեն քեզի գուզամ ցեզի դրամատրել ինչ կուզեգսել եւ արդյոք խոստանակ որ ամերիկայական շատ ավելի կապարագեսն է դիտահասնի փևերը գարիկ ունի manpower-ի բարձր փևերը գարիկ ունի manpower-ի մեզի շատ խիստ պետք է արևմուտքյան եվրոպայական ամերիկայական manpower-ի ինչ կուզեգսել Հայաստանի քվեարկողին ամերիկային եւ խոստանակ որ մեզի պետք է more manpower Բես Ռոբյոնին, խնդրեմ հարամեցեք բոլորը դեմոկրատիկ դիցեզի։ Շնորհակալություն հնարավորության համար, ուղղակի այս պահին, քանի որ էլի եմ ասում, դա ես վերապահումով եմ ընդունում այդ ընտրությունները Հայաստանը, որտեղ գաղաղուտում ընտրությունները ամեն դեպքում իր բոլոր սահմանափակումներն ունի, աշխարհ քաղաքական իրավիճակի այս բարդություններն ունի, Մոսկվայի այս խառը վիճակը կա եւ այլն, բայց օգտվելով առիթից պետք է պարզապես կոչ անեմ, խնդրեմ, հորդորեմ բոլոր իմ Հայաստանում, առաջերտին Հայաստանում գտնվող բոլոր ծանոթներին, հարազատներին, բարեկամներին ձայնը տալ, եթե ուզում են ապրել, եթե ուզում են Հայաստանը դե ֆակտո մի քիչ գիտեք ոնց երևի ներսում դժվար է, որ մի, ասենք, շոկ սենյակում նստած ես լինում, մեկը դրսից գալիս է, ասում է, ես չես խեղդվում, ներսի մարդը չի զգում ինքը ինչ բանի մեջ է, չէ՞, այսինքն ներսում իրավիճակը այնպեսին է, որ անկալելի չէ, որ Հայաստանը դե ֆակտո ադրբեջանական պրոտեկտորատ է, այսինքն թուրանիզմի այդ գործընթացի մեջ երևի թե Էրդողանն ու Ալիևը նստել որոշել են որ հայերին շատ է որ ինքը այդ էր չէ մի անգամ Էրդողանը ասաց որ իմ հետ հանդիպելուց առաջ լպտի Ալիևի հետ բաներ անի լեզու գտնի բան այսինքն որոշել են որ նույնիսկ Թուրքիայի վիլայետը չի կարող լինել մենք այդքան արժանի չենք մենք պետք է լինենք ադրբեջանական պրոտեկտորատ Ընդամենը Հայաստանի այդ փոքր 10,000 բատումի պայմանագրով տված Եվ այսօր Հայաստանում ապրող մարդը, որ այսօր Երևանում, չգիտեմ, կարող է մի հատ աշխատանք ունի, մի հատ մեքենա ունի, մի հատ տուն ունի, մի հատ խանութ է գնում, մի հատ շոր է հագնում կամ բան, այս մարդը չի զգում, որ ինքը փաստորեն արդեն դե ֆակտո ապրում է ադրբեջանական պրոտեկտորատում։ Այսինքն բոլոր հոսքերը, ֆինանսական հոսքերը, կապիտալ հոսքերը Այս խնդրահարույց դատարկ, այս կապիտալ շինարարությունը, որ այդ ահռելի ծավալները Դե ֆակտո Հայաստանը ադրբեջանական պրոտեկտորատ է։ Մի տեղ, որտեղ մարդուն, էդի չգիտեմ, այն բանի, ասենք Ամերիկայում չէ, որտեղ ասեմ,
Մոզամբիկում երևի որևէ գյուղապետի գնան ասեն, թե հանգարց գիրք չնվիրես հյուրին, այդտեղ ուրեմն բան է, արդեն չգիտես, այն հատակից ներքև վիճակ է, եթե այսօր ցեղասպանության տնօրենին, թանգանի տնօրենին հանում գործից դուրս են շպրտում եւ ոչխարները, որոնք բարի բունի իմաստով ուզում են թող նեղանան, այդ ինստիտուտում աշխատող մարդիկ, ովքեր որ հաստորեն ձայն չեն հանում, շարունակում են աշխատել, ինչ է թե գիրք ես նվիրել ամերիկյան մամուլում հրապարակումների մասին, Արցախի կամ ցեղասպանության մասին, այսինքն դրանից ներքև փաստարկ, որ ադրբեջանական, ինչ է թե ադրբեջանցի կամ Անկարայում ինչ որ մեկը կարող է բանի Անկարայի Էրդողանի գարաժի շոֆերի սիրուհու հորողբորդ տղեն կարող է նեղանա դրանից, էլի։ Այսինքն ինչ պետության մասին է խոսքը, ինչ ինքնաիշխանության մասին է խոսքը, էլի։ Այսինքն Հայաստանում այսօր ձևավորվել է դե ֆակտո ադրբեջանական պրոտեկտորատ, դա բոլորիս մեղքով, որովհետև յուրաքանչյուրը իր թերացման գոբանը ունի, եւ այսօր ստեղծվել է հունիսի 7-ը մի հատ տարբերակ հնարավորություն է, որ հայ ժողովուրդը իր ձայնը յուրաքանչյուր հայ իր խղճի առաջ այսպես պարզ լինի, անկեղծ լինի եւ ընտրի։ Ընտրության տարբերակն է, որում այս բանը որ ստեղծել են 18-19-ներ դարավ 18 պետք է հասկանալ այդ 21 թվին է կար, շատ հետաքրքիր է, ոնց որ պատմությունը բանա սիրում է 17+ կար, հիշում եք, հիմի ես իմ համար կա 17+ եւ 1 դա կարող է շատ կով, որովհետև այն մոտեցումները, որ վատը կամ վատագույնը չեմ ընդունում, ճիշտն ասած, դա ընդհանրապես բոլոր հարցերում, կամ լավ, կամ վատ, չի կարող ընտրություն լինել վատի ու վատագույնի, որովհետև միշտ վատը ընտրելուց դու գնում ես վերջում այսինքն ընդունում ես վատագույնի գոյությունը, որը միշտ կարող է առաջ անցնել վատից, հետևաբար կոնկրետ իմ ընկալումը բացի 8 թվի սիմվոլիկ իմաստից նաև իր ավերժության խորհրդանիշի տեսանկյունից կա 17+1 եւ այդ հորդորսը, որ այդ մեկին ձայնը տրվեն, սա առանց այսպես հայրենասիրական ինչ որ կոչի կամ ես իմ պաթոսի եմ ասում, որովհետեւ այսօր եկել հասել ենք ցավոք սրտի այն կետում, որ 21-րդ դարում հայ ժողովուրդը պետք է վերջապես պատասխանատվություն ստանձնի, այդ պատասխանատվությունը չստանձնեց հայ էլիտան իր տարբեր թևերով, այսպես կոչված Սինանյան անուններ թվեցիք, Սինանյանը չնայած ճիճու է, որ էլիտա կոչվի, թե ֆիզիկական, թե այլ իմաստներով, իր ճապոնագետ ուղեղով, բանը մենք չունենք էլիտա, չունենք հոգևոր նորմալ առաջնորդություն, չունենք բան միլիարդատերեր, որոնք ոնց որ ջհուդների մոտ, հրեաների մոտ բերեց ազգային պատասխանատվության եւ յուրաքանչյուրի ներդրման, որի արդյունքում իրանք ունենեն ինչ որ այսօր ունեն, որը հարգանքի արժանի է, մեր համար կարևորը հասարակ հայ մարդն է, որը պետք է ունենա ստանձնի այդ պատասխանատվությունը սարդարապետյան հոգեբանությամբ, որովհետև պատահական չի, որ ազգային ժողովրդարական բևերի նախանախորդ կազմակերպչական կառույցը հենց կոչվում էր Սարդարապատ։ Եվ այդ Սարդարապետյան ոգով այդ հունիսի 7-ին փորձենք գաղութում այդ ընտրություններում մեր ներկայությունը, մեր խոսքը ասել, որը կլինի այն հիմքը, որը կմաքրվի։ Եվ ես վստահ եմ, որ այն ահռելի քանակի մարդիկ, մտածող մարդիկ, ես այս Զոմբուլախի մասին չեմ խոսում, որովհետև դրանք անհույս կորած երևույթներ են, դրանք հակառակ հակահիգենիկ բաներ, պրոցեդուրաներ մտքի տեսանկյունից պետք է կիրառվի ազատ Հայաստանում։ Վլադիմիրովիչի հետ, որոնք պետական պաշտոնների են եղել եւ ված չեն ապրել այսպես կոչված սուտ 3-րդ հանրապետության օրոք, երբ որ Կրեմլից որբանան, այս մարդիկ ոնց որ 18 թվականին ոնց է եղել, ահագին նվիրյալ է, որ նայում ես պատմությունը, բացի բանակից, կասեի, որ ամենացավոտ կետը բանակն է մնացել, որ մնացել է ռուսական պրապորշիկական տապակ ուղեղի մեջ, դա է բերեց Կարսի հանձմանը։ Ահռելի քանակի մարդիկ այն ժամանակ այդ ռուսական
պաշտոնյայից վերածվել են Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների